Տենց ոնց կլինի, այնտեղ կանգնել եմ այստեղ։ Պետական աշխատողը, որ երկշաբթից մինչև ուրբաթ աշխատում է, պոլիկլինիկա գնալու համար խնդիր առաջանում, պոլիկլինիկաներում հերթեր հնարավոր է այնպես անել, որ ասենք մարդը գնում է այն բուժկենտրոն, որը աշխատում է ապահովության շրջանակում, այնտեղ վճարումներն անի, հետո իրեն ըստ ցուցակի փոխհատուցում անի։ Տեսեք, մենք որևէ արգելք չունենք, որ մարդը ապահովագրությունից դուրս գնա ինչ-որ ծառայություններ ստանա, որևէ արգելք չկա։ Ապահովագրությունը համակարգ է, որը տալիս է հնարավորություն փոխհատուցմամբ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալ։ Հիմա եթե մարդը չի ցանկանում գնալ պոլիկլինիկան, հասկանալ ինչն է խնդիրը, որ հասկանան ուր ուղեգրեն ինչ ծառայություն ստանալու համար, որևէ խնդիր չկա, կարող է գնալ ուղիղ վճարել ստանալ։ Ժորժ ջան, այդպես է բուժօգնության ստացման ճիշտ ճանապարհը։ Բոլոր երկրներում էլ մարդիկ առաջնային օղակով են ստանում բուժօգնությունը։ Հիմա եթե մենք չհետևենք այս կանոններին, կստացվի, որ մեր բուժօգնությունը կլինի անարդյունավետ, կթանկանա եւ ըստ էության մի պահ կոլապսի կենթարկվի։ Տեսեք, քաղաքացին ինչպես որոշի, որ իր գլխացավի հետ կապված իրեն օրինակ անհրաժեշտ է հետազոտության որ տեսակը անցնի, ինչպես որոշի։ Պոլիկլինիկաներում հերթերի կարգավորման եւ նախորոք հերթագրման համակարգը աշխատում է։ Մենք աշխատում ենք, որ այդ ուրեմն process-ները ավելի on-line հարթակում նույն հեռաբժշկության հնարավորություն ունենք հիմա առաջիկայում կներդնենք եւ այս ամենը կարգավորելով, կառավարելով, կարծում եմ ընթացքում կկարգավորվի հարցը։ Համանեսյան 3 աջափնյակում կրակոցներ էր հնչել, որի հետևանքով վիրավորներ կան։ Դուք տեղյակ եք առողջական։ Մենք հրապարակել ենք, ոչ միայն տեղյակ եմ, այլ նաև հրապարակում էինք արել, պացիենտների վիճակը ծանր է, ունեցել են վիրահատական միջամտություններ, այսքանը։ Տիկին Ավանեսյան, ձեր գործընկերներին օրինակ այսօր հարց չուղեցիք, Հայաստանի Հանրապետությունում օրը ցերեկով 40-ից 50 երիտասարդներ զինված, բակում երեխաներ են եղել, մտահոգության տեղիք է տալիս, ըստ էության բոլորն ասում են իրավապահ մարմինները որևէ կանխարգելիչ, որ այդ լիազորություններն ունեն, որևէ կանխարգելիչ քայլ չեն անում, որպեսզի կարողանան նման դեպքերը բացառել։ Արդեն եղանակատարք է, մարդիկ դրսում են, տաղավարներում են եղել պապիկներ, մարդիկ ահաբեկված տներից դուրս չէին գալիս։ Ես կարծում եմ, որ այո, բոլորիս համար էլ նման իրադարձությունը շատ մտահոգիչ է, բայց պետք է նաև փաստերը արձանագրենք։ Վերջերս մեր ներքին գործերի նախարարությունը հրապարակեց տարեկան տվյալները եւ մեր երկրում հանցավորության նվազում կա։ Այո, նման բացառիկ դեպք երբ որ լինում է, բոլորս էլ մտահոգվում ենք, իրավապահ մարմիններն էլ արձագանքում են եւ եթե չէին իրականացնում կանխարգելիչ գործողություններ, չեն կարող հանցավորության նվազման տվյալներ ունենանք։ Բայց ես նաեւ պիտի մշակույթի մասին խոսեմ եւ սա մեր ընդհանուր հանրության աշխատանքն է, որ մենք պետք է մեր երեխաներին դաստիարակելիս մենք որպես հանրության անդամ քրեական ենթամշակույթը դարձնենք պարսավելի վարքագիծ։ Իսկ դրան նպաստելու հիմնական ձևերից մեկն էլ Ժորժ ջան, գիրք կարդալն է։ Բոլորից շնորհավորում եմ այսօր Թումանյանի ծննդյան առիթով։ Առողջապահական ոլորտի մտահոգություններ կա, հոգեպես անառողջ մարդիկ, որոնք ըստ էության կամ հաշվառված են, կամ շատ դեպքերում պարզվում է, որ հաշվառված չեն, օրինակ Արամուսի դեպքը։ Մարդը ուներ վարորդական իրավունք, տաքսի էր վարում, որսոր դա միության անդամ է, զենք է կրում եւ 4 անձի կյանք է խլում, վերջում պարզվում է, որ մարդը հոգեպես անառողջ եղել։ Եվ նման այլ դեպքեր Գյումրիի դեպքը անցած տարի հիշում եք, որ տղան հոգեկան առողջության կենտրոնում հաշվառված էր եղել, արդյունքում ծնողների հոգացության ներքո էր գտնվել եւ ծնողներին սպանել էր։ Նման դեպքերը եւս մտահոգիչ են։ Ինչ պետք է անի առողջապահության նախարարությունը։ Այո, պետք է իրեն գնան։ Հարգելիներս, ուրեմն մենք ունենք հստակ ձևաչափ, երբ որ անձը կարող է հոսպիտալացվել հոգեկան առողջության հետ կապված հարկադիր ձևաչափով, այսինքն անկախ իր համաձայնության այն իրականացում է դատական համակարգի միջոցով։ Բայց մենք հասկանում ենք նաև, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունենալը չի նշանակում, որ անձը պետք է ամբողջ կյանքում հոսպիտալացված լինի կամ ինչ որ կերպ մենք չգիտեմ, անհարկի մեր ուշադրությունը սևեռենք եւ թիրախավորենք։ Այո, լինում են նման ցավալի դեպքեր, երբ որ մարդկանց մոտ լինում է սրացում
իրենց վիճակի եւ ըստ էության այս մասով էլ մենք աշխատանքներ տանում ենք, որ արտահիվանդանոցային, այսինքն մեր պոլիկլինիկաներում եւ ամբուլատորիաներում հոգեկան առողջության հետ կապված մեր բժիշկների ավելի վերապատրաստումներ իրականացնենք, որ նրանց ընթացիկ հսկողությունը, դեղերի ընդունման պարբերականությունը հսկելու նաև սոցիալական աշխատողների կողմից կարողանանք ներդնենք այս ինստիտուտները։ Ավանեսյան եւ ինչ չափորոշիչներով է առողջապահության ապահովագրության հիմնադրամի ժամանակավոր տնօրեն նշանակվել Սամվել Խարազյանը, քանի որ նա 2016 թվականին անցնում էր կոռուպցիոն սկանդալով։ Մտահոգություններ չկա, որ կոռուպցիոն սկանդալի միջով անցած մարդը նորից պաշտոնի է զբաղվում։ Հետաքրքիր է, որ դուք հաջորդիվ բաններ չեք կարդացել, եւ որ տվյալ գործը կարճվել է եւ նրա վրա որևէ հետագայում բան չի մնացել։ Ձեր հարցը անտեղի է։ Բոլոր դեպքերում մասնագիտական հանրույթը այս հարցը բացատրել։ Ով է այդ մասնագիտական հանրույթը։ Օրինակ, անուններ ուզում եք նշեմ։ Ինչ հետաքրքիր չի։ Պողոսյան եւ մի շարք այլ Մասնագիտական հանրույթը իր գործերով թող ուշադրույթ լինի։ Երկրորդ համարն է։ Ցուցակի երկրորդ համարը չէ։ Առաջին համարն է։ Լավ։